Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, հարգելի հետևորդներ, այսօր դարձյալ խոսելու ենք երկրում ստեղծված համապարփակ ճգնաժամի մասին, որտեղ այլ արտահայտությամբ դժվար է կոչել այն իրավիճակը, որ Նիկոլ Փաշինյանի հետևողական ճակերտավոր ջանասիրությամբ ստեղծվել է Հայաստանում։ Այսօր արդեն Նիկոլ Փաշինյանը բացահայտորեն ըստ էության խոսել է կաթողիկոսի հրաժարականի պահանջի մասին, սա արտարոց երևույթ է, ես արդեն նախորդ իմ թողարկումներում ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանը այս 10 օրերի ընթացքում երկու նոր հանցանք է շալակել, մեկը պաշտոնյական լիազորությունների չարաշահումն է և մյուս հոդվածը սահմանադրական կարգի խախտումն է, որովհետև սահմանադրության 17-18-րդ հոդվածներով նա չունի այն գործողությունների իրավունքը կամ չունի այն լիազորությունները, որոնք գործի է դնում, բայց մենք տեսնում ենք, որ տոտալ թիրախավորման տակ է նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և պատճառը միայն այնն է, որ նա լակոնիկ մի տեքստ էր տարածել հանդիպելով ամենայն հայոց կաթողիկոսի հետ, այս ամենը իշխանական վայրահաչոցների տեղիք է տվել, գռեհիկ շնաբերանություն, ինչպես ձևակերպվել է Նիկոլ Փաշինյանի և մյուսների պահվածքը։ Լավ, ինչ է ուզում Նիկոլ Փաշինյանը։ Ակնհայտորեն նա ուզում է բախում քաղաքացիական պատերազմ նույնիսկ, առանց վախենալու այդ բառը օգտագործում է, որտեղ որևէ սահմանադրական լծակով նա չի կարող հասնել կաթողիկոսի հեռացմանը։ Որևէ կերպ գործադիր իշխանությունը իրավունք չունի միջամտել եկեղեցու ներքին կյանքին։ Դա բխում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունից, դա բխում է միջազգային պրակտիկայից, ամբողջ քաղաքակիրթ աշխարհում այդպես է։ Բայց Նիկոլ Փաշինյանը ճիշտ նույն մեթոդով, ինչպես իր գրպանում տեղավորեց դատական համակարգը, ուզում է նույնը անել եկեղեցու հետ։ Հիշում եք, չէ՞, ինչ տեղի ունեցավ։ Կարծեմ 2015 թվականն էր, երբ Նիկոլ Փաշինյանը հրահանգեց, որպեսզի քաղաքացիները շրջափակեն դատարանների, դալիչների մուտքերը եւ այլն, որից հետո դատական համակարգը կոտրվեց աստիճանաբար եւ հիմա դարձել է Փաշինյանի կրինկի տակ գտնվող իշխանություն։ Բայց այն ժամանակ, երբ որ դատարանների դեմ էր արշավ կազմակերպում, Նիկոլ Փաշինյանը ուներ հասարակության աջակցություն, չէր եղել պատերազմը, դերևս նրա այդ նախկինների թալանի կոռուպցիայի մասին նրա խոսույթը դերևս պոպուլյար էր հասարակության շրջանում եւ նրան հաջողվում էր այնպիսի պատկեր ստեղծել, իբր նա պայքարում է արդարության համար, արդարադատության համար եւ այլն։ Հիմա Նիկոլ Փաշինյանը հանրային աջակցություն չունի։ Օրինակ մայրաքաղաք Երևանում իմ շփումները ցույց են տալիս, որ 10 մարդուց 8-ը զզվանքով ու հայոյանքով է արտահայտվում Փաշինյանի հասցեին, այսինքն չկա հանրային աջակցություն, Նիկոլ Փաշինյանը հասարակական աջակցություն ստանալ չի կարող։ Ուրեմն ինչի վրա է Նիկոլ Փաշինյանի հույսը։ Ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը այնքան միամիտ է, որ եկեղեցու հետ իր կոնֆրոնտացիայի մեջ հույսը դրել է ուժայինների վրա։ Ինչքան էլ մենք քննադատենք, մեղադրենք եւ արդարացիորեն մեղադրենք ուժային համակարգի ղեկավարներին, այդ ստրուկտուրաներում աշխատող ոչ բոլոր մարդիկ են, որ պատրաստ են ձեռք բարձրացնել եկեղեցու, վեհապարի կամ այլ սրբազանների վրա, հետևաբար միայն ուժայինների վրա հիմնվելով Փաշինյանը նման արկածախնդրության չէր գնա։ Ես ենթադրում եմ, որ Նիկոլ Փաշինյանը վստահ, ինքնավստահ գնում է եկեղեցու, ընդհանրապես երրորդ հանրապետության բոլոր քաղաքական ինստիտուտների հետ անտագոնիզմի ռեժիմի, հակադրության ռեժիմի կամ հրահարում է քաղաքացիական բախումներ ու պատերազմ այն հաստատուն համոզումով, որ դաշտ կբացի գլոբալիստական արևմուտքի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջամտության համար։ Այլ խոսքով Նիկոլ Փաշինյանը երկու բան է իր համար ֆիքսել, որ իշխանությունը կարող է պահել միայն քաղաքացիական բախումներ հրահարելով, առաջին, եւ երկրորդ, որ քաղաքացիական բախումները, որի հրձիկը կդառնա Նիկոլ Փաշինյանը, դաշտ կբացեն, որպեսզի
Թուրքիան, Ադրբեջանը իրենց աջակցություն հայտնել միջամտելով Հայաստանի իշխանությանը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը սեփական իշխանությունը պահպանելու համար չի խորշում քաղաքացիական բախումներ հրահրելուց, ինչի միջոցով դաշտ է բացվելու թշնամական երկրների կամ թշնամական կենտրոնների միջամտության համար։ Սա սարսափելի իրականություն է, բայց այս իրականության հետ պիտի հաշվի նստենք, եթե ուզում ենք ճիշտ լուծումներ գտնել։ Եվ երկրորդ շատ կարևոր բանը, որի մասին այսօր գրել էր իմ բարեկամ ընկեր Արման Գրիգորյանը, ես այս միտքներ եմ ուզում զարգացնել, այս իշխանությունները իր ցինիզմով, իր ամբարտավանությամբ փակում է սահուն իշխանափոխության, քաղաքակիրթ իշխանափոխության հնարավորությունը։ Գյադայապետության մակարդակի հասած իշխանությունը չի կարող հույս ունենալ, որ իշխանափոխությունից հետո անպատիժ կմնա։ Դրա համար եմ ես ասում, որ Նիկոլ Փաշինյանը, Արեն Սիմոնյանները եւ մյուս քաղաքական թափթփուկները մի վիճակ է ստեղծել, որ ամեն գնով պիտի կարճած մնան իշխանության։ Ամեն գնով, այրան միջոցով, ռեպրեսիաների միջոցով, Ադրբեջանին ու Թուրքիային մեր երկրի դարպասների բանալիները տալու միջոցով, բոլոր միջոցներով նրանք պիտի իշխանության մնան, իրենց այս ամբարտավանության հետևանքով, որտեղ իշխանությունից զրկվելը նրանց համար հավասարազոր է բանտի եւ այլ տհաճ հետևանքների հետ։ Սա շատ վտանգավոր վիճակ է։ Նիկոլ Փաշինյանը իրեն զրկում է քաղաքակիրթ հեռանալու հնարավորությունից։ Եվ դա նշանակում է, որ 2025-26 թվականներին կարող է տեղի ունենալ այն, ինչի մասին 2021 թվականին ահազանգում էր Լևոն Տեր-Պետրոսյանը։ Երկրում կարող են քաղաքացիական բախումներ տեղի ունենալ։ Եվ այդ բախումները նախաձեռնում է հենց ինքը Նիկոլ Փաշինյանը։ Շատ կարևոր է, որպեսզի ընդդիմությունն ու հասարակությունը Նիկոլ Փաշինյանի այս օրակարգը չընդունեն, որտեղ սա նշանակում է հայկական պետականության լուծարում, մենք պիտի կարողանանք եւ հաջորդ հաղորդման ժամանակ ես կխոսեմ հենց այդ մասին, կարողանանք այնպիսի օրակարգ եւ հանրային միջավայր ձևավորել, որպեսզի կարողանանք կոնսենսուս -1 ձևավորել Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպատակով, որտեղ այլևս Հայաստանը ապրում է մի հստակ երկընտրանքով, կամ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը, կամ Հայաստանի Հանրապետությունը։ Ես ու իմ թիմը մեր ընտրությունը կատարել ենք Հայաստանի Հանրապետության օգտին, բայց մեր քաղաքական պայքարը այնպիսի տրամաբանությամբ պիտի կառուցենք, որ երկրում տեղի ունենա որակապես նոր իշխանության ձևավորում առանց ցնցումների։ Այսօր այսքանը, կոչ եմ անում բաժանորդագրվել իմ YouTube-յան ալիքին, ինձ հետևեք նաև սոցիալական հարթակներում, Facebook-ում, TikTok-ում, Telegram-ում, X-Block-ում։